Ողջույն սիրելի ֆուտբոլասեր բարեկամներ, Հայաստանի Empire Լիգայում մեկնարկում է հերթական հանդիպումը, մրցում են Real Sociedad-ը եւ Santos-ը, ֆուտբոլիստները դուրս են գալիս խաղադաշտ, եկեք ծանոթանանք թիմերի հայտարարություններին, սկսեմ Real Sociedad-ից։ Թոմասյանը պաշտպանում է դարպասը, պաշտպանությունում Ալեքսանյան, Միրզոյան, Եսայան, դաշտի միջնամասում կգործեն Ստեփանյանը, Բաբաքյոխվյանը, Մելքոնյանը եւ Հարությունյանը առաջ քաշված արձակվողն է, պայստայների նստարանին են Ուլուխանյանը, Խաչատրյանը, Սարգսյանը։ Ֆուտբոլիստները դաշտում են ողջունեցին միմյանց, նաև ներկայացնեմ ձեզ Սանտոսի հայտարարությունք այս հանդիպման համար։ Արման Ասլանյանը պաշտպանում է թիմի դարպասը համար 1, Սերոբ Սիմոնյան, Ալեքս Հայրապետյան, Սիփան Պետրոսյան, Հայկ Սմոյան, Արկադի Հայրապետյան, Արամ Արդարյան եւ Հրաչ Ռուխյան։ Ամեն ինչ պատրաստ է խաղի մեկնարկին, հետաքրքիր ֆուտբոլ մեզ միանշանակ սպասում է, քանի որ առաջին հերթին չգիտենք թիմերին եւ բնականաբար դա մեզ խոստանում է լինել շատ հետաքրքիր, երկու թիմերն էլ պայքարելու են, փորձելու են ու ամեն ինչ անելու են հաղթանակի համար։ Եվ այսպես, հանդիպումը մեկնարկած է, առաջին փոխանցումը գնդակին կատարեց Real Sociedad-ի ֆուտբոլիստը Հարությունյանը տվեց գնդակը Սանտոսին եւ տեսնենք ինչպես է իր գրոհը զարգացնելու Սանտոսը, թեպետ Real Sociedad-ը միանգամից գնացել է բարձր պրեսինգ եւ փորձեցին խլել գնդակը, եզրային նետում կլինի։ Հարություն Մելքոնյանը մոտ է կանգնած մրցակցին, ինչպես նաեւ Հարությունյանը փորձում են բարձր պրեսինգով խլել գնդակը։ Եվ գնդակը Սանտոսի մոտ է, կփորձեն իրենց առաջին գրոհը զարգացնել, այստեղ հանդիպում են մրցակցի ճնշմանը, հաջող կորցեց Միրզոյանը եւ խաղի կանոնների խախտում կար Real Sociedad-ի ֆուտբոլիստի կողմից։ Միանգամից Սանտոսի ֆուտբոլիստները խաղարկում են գնդակը, ուժեղ փոխանցում։ Ալեքսանյանը այստեղ թույլ չտվեց մրցակցին մտածել գնդակին հասնելու մասին։ Եվ Real Sociedad-ի կիպերը սկսում է թիմի գրոհը, փոխանցում դեպի ձախ եզր Եսայան, տարբերակները փնտրում, Եսայանը առջևում գտավ ազատ խաղանկեր եւ դաշտի միջնամասով փորձում են առաջ շարժվել։ Real Sociedad-ի ֆուտբոլիստները Santos այս րոպեներին փակել է պաշտպանությունը, հաջող էր այս անցումը, վտանգավոր է արված եւ կարող էր բացվել հանդիպման հաշիվը, հենց խաղի մեկնարկում Real Sociedad-ը իր առաջին գրոհը կարող էր գոլով ավարտել, բայց չստացվեց գտնել ցանցը Ստյոպա Հարությունյանն էր մոտ բացելու այս խաղի հաշիվը եւ Սանտոսը միանգամից փորձում է պատասխանել մրցակցի այս վտանգավոր գրոհին, չի ստացվում առայժմ ճեղքել Sociedad-ի պաշտպանությունը, Մելքոնյանն է ձախ եզրում գնդակով ունի Եսայանի տարբերակը, բայց ավելի լավ որոշում կայացրեց, փոխեց գրոհի ուղղությունը դեպի աջ եզր, ուղարկելով գնդակը, Ալեքսանյան սխալվում է նաև Ալեքսանյանը եւ Սանտոսը կփորձի գրոհել, չի ստացվում, անընդհատ Sociedad-ի պաշտպանները հասցնում են, թույլ չեն տալիս մրցակցին ոչ հարվածել, ոչ էլ սպառնալ դարպասին, եզրային նետում։ Փորձում է Մելքոնյանը խլել գնդակը, Sociedad-ը հաջող է պաշտպանվում այստեղ եւ դեպի Հարությունյանն էր այս փոխանցումը մտածված, չկարողացավ կանգնեցնել գնդակը Sociedad-ի 9 համարը եւ գնդակը Սանտոսի մոտ է, Armenian Empire Լիգան արդեն մեկնարկել է, առաջին հանդիպումը տեղի է ունեցել Եղվարդի եւ Դավթաշենի միջև, այս գրոհից հետո կշարունակեմ, վտանգավոր կարող է լինել, բայց հասցնում են Սանտոսի պաշտպանները անկյունային կլինի։ Այդ հանդիպումը շատ դրամատիկ ստացվեց, մենք էլի հետաքրքիր հանդիպումներ ունեցել ենք, այնպես որ Հայաստանի Empire Լիգան խոստանում է լինել շատ հետաքրքիր իհարկե։ Նորամուտի խաղից սկսած մենք դիտարժան հանդիպումների պակաս չունենք եւ այստեղ ամեն ինչ շատ հետաքրքիր է, հուսանք, որ թիմերը նույն կերպ կշարունակեն։ Իսկ այս ընթացքում Sociedad-ը անկյունային է իրացնում, բարձրից փոխանցում Սանտոսի պաշտպանները հեռացրին գնդակը եւ կփորձեն հակագրոհել Sociedad-ը գրեթե ամբողջ թիմը մրցակցի Տուգանային հրապարակի մատույցներում է, իսկ այստեղ չկար խախտում, ցույց է տալիս մրցավարը, իսկ Եսայանը աչքի ընկնում շատ հաջող սա անկումով թույլ չտվեց Սանտոսին մտածել հակագրոհի մասին։ Եզրային նետում սպիտակները տեղաշարժում են գնդակ, այստեղ Հարությունյանը փորձեց խլել
Եվ փոխանցումը սխալ է ստացվում, կարող է բացվել խաղի հաշիվը, ինչ հնարավորություն էր Սոսիեդադի համար, չստացվեց գնդակն ուղարկել դարպասը։ Մենք կարող ենք գոլ տեսնել հանդիպման սկզբնամասում ընդամենը մոտ 5 րոպե է անցել խաղի մեկնարկից եւ սա ամենավտանգավոր պահն էր, իհարկե Տիգրան Ստեփանյանը գոլ խփելու հրաշալի հնարավորություն ուներ։ Խլում են գնդակը Սոսիեդադի ֆուտբոլիստները, Բաբակ Քյոխվյան աչի եզրում է եւ տեսնենք նորից Սանտոսը հաջող է գործում աչ եզրից ստացվեց ճեղքել պաշտպանությունը, իսկ Սոսիեդադը նույն եզրով փորձում է զգաց, որ ստացվում է կլինի արված, թե ոչ չի ստացվում արվածել, խլում են գնդակը Սանտոսի ֆուտբոլիստները եւ կփորձեն իհարկե այստեղ հակագրոել։ Մեկը մեկի հետ պայքար ձախ եզրում է գնդակը, ամեն դեպքում Սանտոսը չկարողացավ լավ հակագրո ձեռնարկել։ Տանգավոր է, գնդակը չի հայտնվում դարպասում, շատ անակնկալ պահ էր այստեղ, Սոսիեդադը կարող էր բացել խաղի հաշիվը, ամեն դեպքում հասցնում է դարպասապահը։ Եվ տեսնենք, հարված նորից արձագանքում է Սանտոսի դարպասապահը։ Իսկապես շատ վտանգավոր էր, Արման Ասլանյանը փրկեց դրությունը։ Եվս մեկ անկյունային աչ եզրից։ Միանգամից խաղարկում են Սոսիեդադի ֆուտբոլիստները, այս անգամ ցածրից չի ստացվում արված եւ Սանտոսը հակագրոելու հնարավորություն է ստանում, դուրս եկավ դարպասապահը, ինչ մաքուր է աշխատում այստեղ։ Վտանգավոր պահ է, չստացվեց, բայց իսկապես պետք է օգտագործել նման հակագրոները, պատկերացնում եք դարպասապահը որքան շատ էր դուրս եկել դարպասից արված, հիմա էլ Սանտոսի պաշտպանն է արձագանքում փոխադարձ վտանգավոր պահեր, բայց ի տարբերություն Սանտոսի Ռեալ Սոսիեդադը իր պահը ավարտեց հարվածով։ Երկու ստեկ թիմերը շատ վտանգավոր են գործում ու մենք կարող ենք արդեն գոլ տեսնել, առայժմ անառիկ են երկու թիմերի դարպասներն էլ փոխանցում դեպի Սոսիեդադի պաշտպանություն այստեղ։ Նորից արձագանքում է կիպերը, շատ վստահ է գործում, շատ ապահով եւ պատասխանատվության զգացում ունի իհարկե դարպասապահը, գիտակցելով, որ եթե նա սխալվի, ապա Սանտոսը միանշանակ կբացի հաշիվը։ Վերջին երկու դրվագներում էլ այդպես էր, իսկ այստեղ բացվում է հանդիպման հաշիվը։ Բժիշկի կարիք կա հարցրեք տղեկ։ Սանտոսի դարպասապահ ուժեղ հարված կկատարի առաջ
Եվ ստացվեց առաջ ուղարկել գնդակը, Սոսիեդադի պաշտպանությունը այստեղ ապահով գործեց Հարություն Միրզոյանը եւ իր թիմին գրոյի է ուղարկում գնդակը աչի եզրում է Սանտոսի խաղացողը փորձում է ճնշել մրցակցին եւ ստացվեց խլել գնդակը կարող է իսկապես վտանգավոր լինել ոչ այստեղ Եսայանին է գալիս գնդակը նորից շատ հաջող է պաշտպանվում Սոսիեդադի 11 համարը ձախ եզրից կենտրոն էր տեղաշարժվել եւ այստեղ կարողացավ խլել գնդակը մրցակցից եզրային նետում կլինի Եվ տեսնենք թե ինչպես է Սոսիեդադը իր գրոհը կազմակերպելու չստացվեց շատ հեռուն գնալ այստեղ Սանտոսի խաղացողները հաջող պրեսինգի դիմեցին ու կարող են սպառնել մրցակցի դարպասին ինչու այսքան ուժեղ փոխանցում ավելի լավ տարբերակ էր իհարկե պետք է ընտրել եզրային նետում կտեսնենք եթե ավելի թույլ փոխանցեր Սանտոսի խաղացողը վստահաբար վտանգավոր պակը ստացվեր ստեղծել Սոսիեդադի դարպասին բայց փոխանցումը ուժեղ էր եւ որևէ վտանգավոր պայի մասին խոսելն արդեն ավելորդ է Եսայան ձախ եզրում ընդունում է գնդակը Միրզոյանից ստացավ փոխանցում եւ Սոսիեդադի գրոն է սա ուժեղ փոխանցում դեպի մրցակցի պաշտպանություն այստեղ Հարություն Մելքոնյանը միգուցե եթե ավելի պրագմատիկ գործեր որևէ հաջողություն կլիներ բայց փորձեց կրունկով բար տարբերակ էր ընտրել եւ առասարակ նույնիսկ գնդակին չկարողացավ հպվել Ուժեղ հարված առաջ Սանտոսի Դարպասապայի կողմից երկրորդ հարկում պայքար արձագանքեց այստեղ Միրզոյանը եւ եզրային նետում կտեսնենք Ինչ է մտածել Սանտոսի ֆուտբոլիստը 2-3 մրցակցի առջև էր եւ ստացվեց խլել գնդակը շատ հաջող խլում էր այստեղ Ռեալ Սոսիեդադի ֆուտբոլիստի կողմից դուրս է գալիս այստեղ Դարպասապա Ասլանյանը եւ հեռացնում գնդակը Սանտոսը երևի գրոների քանակով ավելի շատ պայ է ստեղծել մրցակցի պաշտպանների համար այսպես կարելի է ասել, բայց Սոսիեդադը թեկուզ այսքան քիչ գրո, բայց գրեթե միշտ վտանգավոր է, դա պետք է առանձնացնել։ Սանտոսը հնարավոր է հաճախ ավելի շատ է գրոհում, բայց չի ստացվում վերջին փուլում կարևոր փոխանցման կամ արդեն հարվածի ժամանակ Սանտոսի ֆուտբոլիստների մոտ չի ստացվում։ Եսայանն է գնդակով ձախ եզրում է, սկսում է թիմի գրոհը, փոխանցում դեպի Լուխանյանը նորից ձախ եզր Եսայան ու սա արդեն Սոսիեդադի գրոն էր Մելքոնյանը ձախ եզր ուղարկեց գնդակը հիմա դեպի աջ եզր վտանգավոր իսկապես կարող է լինել այս գրոհը եւ Սանտոսի պաշտպանները հասցնում են հեռացնել այնտեղ արդեն պատրաստ էր Հարություն Մելքոնյանը Գնդակ տնթունելու ձախ եզրից արվածի նման էր ու վերցնում է Ասլանյանը գնդակը Սոսիեդադը կարող էր նորից աչքի ընկնել Վտանգավոր է չկար այստեղ կար իհարկե կար ձեռքով խաղ եւ դեղին քարտ էլ կտեսնենք ակնհայտ ձեռքով փակեց Գնդակի ճանապարհը Սոսիեդադի ֆուտբոլիստը Հարություն Միրզոյանը ճիշտ է համաձայն չէ մրցավարի հետ բայց ակնհայտ կար այստեղ խաղի կանոնների խախտում ձեռքով գործեց Սոսիեդադի ֆուտբոլիստը եւ Մրցավարը ստանդարտ է նշանակում ու տեսնենք Սանտոսը ինչպես է այն իրացնելու Հեռու է տարածությունը, բայց այստեղից տեսնում ենք հարված ու Լուխանյանը փակում է գնդակի ճանապարհը միգուցե եւս մեկ հարված լինի Արդեն մոտ են Սանտոսի ֆուտբոլիստները մրցակցի դարպասին կարվածը եւ շեղ է ստացվում առաջին վտանգավոր փորձը Սանտոսի եւ մրցավարը անկյունային է նշանակում Տեսնենք ինչպես են իրացնելու այս ստանդարտը Սանտոսի ֆուտբոլիստները Կա բարձրից փոխանցումը վտանգավոր է հաճախ ֆուտբոլիստները թողնում են պրագմատիկ գործողությունները եւ
փորձում են գեղեցիկ գոլեր խփել, բայց այստեղ պետք էր ավելի հասարակ իհարկե գործողություն։ Չստացվեց Սանտոսի մոտ, թեպետ շատ մոտ էին մրցակցի դարպասին, բայց ամեն դեպքում չի ստացվում գոլ խփել եւ հանդիպման հաշիվը մնում է անփոփոխ։ Եսայանը ձախ եզրում կընդունի գնդակը, կսկսի իր թիմի գրոհը։ Լուխանյան, Սանտոսի ամենավտանգավոր հատված այս խաղակեսում քիչ առաջ տեղի ունեցավ, դրանից առաջ այո շատ էին գրոհում, բայց այսքան սուր, այսքան վտանգավոր չէր ստացվում լինել։ Եզրային նետում Սոսիեդադի ֆուտբոլիստները գնդակը կմտցնեն խաղի մեջ։ Հարություն Մելքոնյանն էր աչքի եզրում եւ հարված դարպասից Ասլանյանը գնդակը կմտցնի խաղի մեջ։ Նորից Ասլանյան շատ արագ խաղարկեցին Սանտոսի ֆուտբոլիստները, մի փոքր ռիսկային է իհարկե պաշտպանության այս հատվածում գնդակ գլորելը, բայց Սանտոսը վստահ իր ուժերի վրա եւ խնդիրներ չունի։ Ասլանյան ուժեղ հարված առաջ, Մելքոնյանն այստեղ է, քիչ առաջ նա դեղին քար ստացավ, բայց հիմա առանց խնդիրների ընդունում է գնդակը եւ խաղում Ուլուխանյանի հետ շրջանցեց մեկ մրցակցի, միգուցե արվածի լավ փոխանցում էր եւ գոլ, շատ գեղեցիկ կոմբինացիա Սոսիեդադից։ Ուլուխանյանը աչքի ընկնում, խփում է իր թիմի երկրորդ գնդակը։ Շատ գեղեցիկ կոմբինացիա էր, այստեղ հենց գրոյի ճարտարապետը Ուլուխանյանն էր, նա հաջող անցում ձեռնարկեց, պատ խաղարկեց ու գնդակն ուղարկեց Սանտոսի դարպաս։ Իսկապես գեղեցիկ պայր, գեղեցիկ գոլ ենք տեսնում եւ Սոսիեդադը արդեն լուրջ առավելություն ունի։ Ոչ այնքան իհարկե որ հաշվենք, որ հաղթել են այսօր, այդքան չէ իհարկե այս հաշվի առավելությունը, բայց իհարկե մեծ քայլ անում են։ Եվ տեսնենք թե ինչպես է պատասխանելու Սանտոսը մրցակցին։ Սխալ էր այս փոխանցումը, միանգամից փորձում են օգտվել Սոսիեդադի ֆուտբոլիստները։ Կլինի արված, դե ոչ, այո, շատ վտանգավոր է, Սոսիեդադն արդեն իրեն շատ լավ է զգում դաշտում, սկսում է ստացվել ամեն ինչ ու Սանտոսը իհարկե պետք է զգուշանա այս ամենից։ Ասլանյանից ուժեղ հարված կտեսնենք դեպի դաշտի միջնամաս, ոչ ցածրից խաղարկեց եւ Սանտոսն է գրոհում։ Միգուցե արված լինի դեպի աջ եզր փոխանցում։ Խաղանկերը չէր մտածել այս ուղղությամբ, որ կարող էր գնդակ այստեղ հայտնվել։ Եվ անկյունային կտեսնենք։ Աջ եզրից բարձրից փոխանցում արված եւ փրկում է դարպասապահ, այսպես պետք է գործել իհարկե հասարակ, բայց շատ վտանգավոր։ Սանտոսը կարող էր գոլ խփել, բայց դարպասապահը շատ հաջող է գործում այստեղ։ Թոմասյանը փրկեց դրությունը անկյունայինի հրաշալի խաղարկում իհարկե, բայց դարպասապահը հաջող է գործում արդեն իր հերթին եւ Ռեալ Սոսիեդադն է անցնում գրոյի։ Ալեքսանյան խաղում է Հարություն Միրզոյանի հետ, Միրզոյանը գտավ Ուլուխանյանին քիչ առաջ, Ուլուխանյանը գոլ էր խփել եւ հիմա այլ փորձում է փոխանցումներ բաժանել ձախից աջ ազատ խաղանկերներին։ Ճնշում է Սանտոսի ֆուտբոլիստը մրցակցին եւ մենք կտեսնենք հարված դարպասից։ Ասլանյանը գնդակը կմտցնի խաղի մեջ։ Դեպի պաշտպանության աջ եզր եւ Միրզոյանը այստեղ է շատ վտանգավոր դիրքում է Ռեալ Սոսիեդադի 8 համարը, բայց իր գործը հստակ է անում, հաճախ է միայնակ մնում, 2-3 մրցակից շրջափակում են, բայց եւ խլում է գնդակը մրցակցից եւ փոխանցումներ է ընդունում ու կարողանում այն բաժանել ձախից աջ։ Ուլուխանյան այս րոպեներին առաջ է գնացել, Միրզոյանը մնում է եւ ապահովագրում թիկունքը։ Հարություն Ալեքսանյանը աջ եզր ուղարկեց գնդակը, Ուլուխանյան, միգուցե արվածի Ուլուխանյանը դա ցանկանում էր անել, բայց Սանտոսի ֆուտբոլիստը փակեց մրցակցի ճանապարհը, արդեն հասկանալով թե ինչ կարող էր լինել հարվածից հետո։ Պետք է շարունակել, այստեղ խախտման մասին ոչ մի խոսք չկա, մրցավարը թույլ է տալիս միջև վերջ պայքարել արված եւ նպատակին չի հասնում այս փորձը, Թոմասյանը գնդակը կմտցնի խաղի մեջ։ Փոփոխությունը տեղի ունենում Սանտոսի կազմում, այո, թարմություն պետք է հաշվի առնելով հաշիվը,
խաղը, բայց մոտենում է առաջին խաղակեսն ավարտին եւ իր մտքերը կարող է Սանտոսը հավաքել արդեն երկրորդ խաղակեսում, ավելի վստահ տեսք ունենալ եւ հնարավոր է իհարկե Սոսիեդադին գոլ խփելը, քանի որ Սանտոսն արդեն ցույց է տվել, որ փորձում է, կարող է աչքի ընկնել գոլով, կարող է օրինակ բերել վերջին անկյունայինը, որից հետո դարպասապա Թովմասյանը փրկեց իր թիմին։ Միրզոյանը հեռացրեց գնդակը, Սանտոսը նորից է փորձելու, դաշտի միջնամասում, այստեղ չկա խախտում, թույլ է տալիս մրցավարը շարունակել, իհարկե մոտ էր կանգնած եւ ամեն ինչ տեսնում է, այո, թողնում է մրցավարը միջև վերջ պայքարել, կռվել գնդակի համար, հատկապես նման խաղում դա իհարկե շատ հետաքրքիր է դիտելը, Ուլուխանյանն ընդունեց գնդակը, երվից արված ու Ասլանյանն է փրկում, շատ վտանգավոր էր։ Գոլ կարող էր խփել Ուլուխանյանը, որքան հաջող է խաղում, որքան լավն է, երբ գնդակով է անընդհատ մանևրումներ, հերթական փորձը Սոսիեդադի կլինի, երրորդ գոլը ոչ փրկում է Ասլանյանը, ինչ սեյվ էր դարպասապայից, այստեղ մաց ու գնդակ հանեց։ Մի պա թվաց, որ ամեն դեպքում Սոսիեդադը աչքի կընկնի գոլով։ Եվ պետք է իհարկե Սանտոսը ոգևորվի դարպասապայի այսքան հաջող խաղից հետո Ուլուխանյան դեպի Աչիեզեր։ Վտանգավոր է արված, գնդակը ցանցում է, գոլ Ուլուխանյանը հերթական գնդակն է խփում, այս անգամ Ասլանյանի մոտ չստացվեց եւ իհարկե ով կարող է մեղադրել դարպասապային։ Գծագրված հարված էր իհարկե մաթեմատիկական ամենալավ հաշվարկներով, որպեսզի ոչ մի դարպասապա չհասնի այս հարվածին, Ուլուխանյանը հերթական գնդակն է խփում Սանտոսը, վարկաններ առաջ փրկվեց, շատ վտանգավոր իրավիճակում դարպասապա մի կերպ հասցրեց, բայց այստեղ արդեն անզոր էր, Ուլուխանյանը բացում այս հանդիպման։ Կարելի է ասել իր գոլերի հաշիվը քիչ առաջ էլ խփեց, հիմա երկրորդն է խփում ու տեսնենք թե ինչ է պատրաստել։ Ուլուխանյանը քիչ առաջ էլ կարող էր նորից աչքի ընկնել, բայց իհարկե միշտ գոլ խփել ուղղակի հնարավոր չէ, նաև հաշվի առնենք, որ Սանտոսի դարպասապա շատ տաղանդավոր է եւ փրկում է իր թիմին։ Ասլանյանը գնդակը կմցնի խաղի մեջ, ուժեղ հարված առաջ։ Դեպի ձախ եզր վտանգավոր է վերցնում է գնդակը, Թովմասյանը փորձեցին ապակողնորոշել դարպասապային, չստացվեց, Թովմասյանը գիտեր ինչ է անում եւ Ռեալ Սոսիեդադն է գրում։ Միրզոյան դեպի Աչիեզեր, Ալեքսանյան, Ուլուխանյան եւ տեղաշարժում է գնդակը Ռեալ Սոսիեդադը։ Ուլուխանյան, Ալեքսանյան այստեղից բարձրից փոխանցում արված, բարձր է ստացվում, շատ վտանգավոր պայր։ Արդեն խաղակեսի վերջնամասում Ռեալ Սոսիեդադը փորձում է լուծել աղթողի հարցը։ Այո, որքան էլ ֆուտբոլ է, ամեն ինչ հնարավոր է, բայց կան իրավիճակներ, որտեղ պետք է հասկանալ, որ մրցակցին հնարավոր չէ շրջանցել, հատկապես եթե Ռեալ Սոսիեդադը այսքան վստահ խաղա, նույն կերպ խաղա երկրորդ խաղակեսում ուղղակի հնարավոր չէ պատկերացնել ինչպես է Սանտոսը խաղ վերադառնալու, բայց ամեն ինչ պետք է դիտարկել, սպասենք 1.25 րոպե կա եւ ամեն ինչ հնարավոր է։ Ուլուխանյան, լավ փոխանցում էր դեպի Սանտոսի պաշտպանություն, Ուլուխանյան արված եւ Ասլանյանն է հետ մղում գնդակը, շատ վտանգավոր պայ էր, Սոսիեդադը ամեն դեպքում քաղց ունի գոլ խփելու, փորձում է հագեցնել, անընդհատ պայր են ստեղծում, Միրզոյան խլեց գնդակը, դաշտի միջնամասում է, բարձրից փոխանցում, լավ էր մտածել, բայց Հարությունյանը պայլ այս գնդակի իհարկե չէր կարող, չափից ավելի շատ բարձրացրեց գնդակը։ Հարություն Միրզոյանը
Եվ Սանտոսն է փորձում, Ուլուխանյան խլեց գնդակը, Սոսիեդադի ֆուտբոլիստը գնում է առաջ միգուցե արվածի, լավ փոխանցում էր, մտածել եւ պայքարում է գնդակի համար, Ուլուխանյանը պահեց այն իր մոտ, միթե կստացվի, հիմա շրջանցել այսքան մրցակցի, վտանգավոր է եւ գոլ։ Գոլ խփում է Ռեալ Սոսիեդադը հերթական գնդակը, այս գոլը դժվար թե ստացվի։ Խլել Սոսիեդադից Եվ խնդրեմ Ուլուխանյանը հիմա է գոլ խփում, ինչ է կատարվում, միթե մրցավարը ստանդարտ էր նշանակել։ Այո, ամեն դեպքում ստանդարտ պետք է իրացնել, կարծես թե սուլել էր մրցավարը մինչև Սոսիեդադի գրոյի եզրափակումը։ Ու տեսնենք, պետք է ստանդարտից փորձել Գոլ չկա այստեղ, անկախ ամեն ինչից։ Արություն Մելքոնյանն է գնդակի մոտ, պատը կազմված է։ Եվ սա Ռեալ Սոսիեդադի հնարավորությունն է իհարկե։ Մելքոնյան արված շատ լավ էր մտածել, բայց Սանտոսի ֆուտբոլիստը կանգնեց այստեղ գնդակի ճանապարհին։ Եթե չլիներ Սանտոսի խաղացողը, ապա կարծում եմ ինքներդ տեսա գնդակը կհայտնվեր ցանցում։ Միանգամից խաղարկում են Սոսիեդադի ֆուտբոլիստները, գնդակը աչքի եզրում է, մեկ մրցակցի շրջանցում է Սոսիեդադի ֆուտբոլիստը Ասլանյանը հետ մղեց գնդակը ամառ պայքար է փոխանցում, պաշտպանվում են Սանտոսի ֆուտբոլիստները, նորից դարպասապահ հասցնում է, ինչ ռեակցիա էր, ոտքով հեռացրեց գնդակը եւ այստեղ Թովմասյանն է դուրս գալիս դարպասից եւ ցույց տալիս, որ թիկունքի պատասխանատուն նա է Լավ գործեց, իսկ խաղակեսը մեզ մոտ ավարտված է, մենք կհանդիպենք քիչ անց։ Շարունակում ենք հետևել Ռեալ Սոսիեդադ Սանտոս հանդիպանը, Սանտոսի ֆուտբոլիստներն են գրում եւ շատ վտանգավոր էր, չնայած նրան, որ չստացվեց գրավել դարպաս, առաջին խաղակեսից հետո իհարկե Ռեալ Սոսիեդադը լավ տրամադրությամբ է անցկացնելու հանդիպման երկրորդ հատվածը, բնականաբար ախտողի կարգավիճակ եւ հիմա շատ վտանգավոր է, ինչը այստեղ մրցավարը ոչինչ չնշանակեց, պետք է խաղալ Չկար խախտում այստեղ Մելքոնյանի հետ պայքարում եւ Սոսիեդադն է փորձում սպառնալ մրցակցի դարպասին, կլինի արված, թե ոչ Մելքոնյանը աչքի եզրում է, չստացվեց, ավելի պրագմատիկ էր պետք գործել իհարկե այսպիսի իրավիճակներում եւ Սանտոսը կփորձի օգտագործել իր շանսը, թե պետք շատ արագ կորցրեցին գնդակ, իսկ այստեղ արդեն կար խաղի կանոնների խախտում, նշանակում է մրցավարը, հնարավորություն է իհարկե այստեղից սպառնալու Սանտոսի դարպասին։ Առաջին խաղակեսից հետո տրամաբանական էր իհարկե, որ Ռեալ Սոսիեդադը բարձր տրամադրությամբ է սկսելու երկրորդ խաղակեսը, քանի որ լրջորեն հաղթում է մրցակցին, արված Ասլանյանը ոտքով է հեռացնում գնդակը, շատ կտրուկ որոշեց Մելքոնյանը, որ կարելի էր հարվածել եւ վատ չստացվեց, բայց Ասլանյանը տեղում էր եւ հետ մղեց այս գնդակը, ուժեղ փոխանցում դեպի Սոսիեդադի պաշտպանություն Իսկ Ռեալ Սոսիեդադը թույլ չի տալիս մրցակցին մոտենալ դարպասին, առաջին խաղակեսում էլ այսպես էր Սանտոսը գրոներ ձեռնարկում էր, բայց ամենավերջում չէր ստացվում, վտանգավոր է Ասլանյանին, սև գրանցեց այստեղ Սանտոսի դարպասապահը, բարդ գնդակ հեռացնելով եւ իհարկե արժանի է ծափարությունների վտանգավոր պայր Մելքոնյանը մնացել էր Սանտոսի պաշտպանությունը միայնակ ու շանս ուներ գոլ խփելու, բայց Ասլանյանը հեռացնում է գնդակ, իսկապես վտանգավոր պայր, մենք կտեսնենք անկյունային, ձախ եզրից կա փոխանցումը և Սանտոսի պաշտպաններն են արձագանքում ու կարող են մտածել հակագրոյի մասին, գնդակը ձախ եզրում է, Ռեալ Սոսիեդադը այս րոպեներին պաշտպանվելու կարիք ունի և հաջող են անում իրենց գործը Սոսիեդադի տղաները, ձախ եզրում է Գնդակը տեսնենք ինչպես է զարգանում այս գրոհը, լավ փոխանցում չստացվեց և Սանտոսն է հակագրոհում, աչեզրում է գնդակը, մեկը մեկի հետ պայքար, տանգավոր է արված, ոչ սա փոխանցում էր, չնայած նրան, որ կարող էր նաև հարվածել Սանտոսի ֆուտբոլիստը, ներողություն, բայց չստացվեց ավելացնել և գրոհելու հերթը արդեն Սանտոսինն է ձախ եզրից ստանդարտ պետք է իրացնել։
Հետաքրքիր է ինչ որոշում են կայացրել, պետք է իհարկե օգտվել ստանդարտները գոլ խփելու համար լավ միջոց է։ Կա փոխանցումը եւ հեռացրեց գնդակն այստեղ Սոսիեդադի ֆուտբոլիստը մոտ դարպասաձողներ փակում ու հաջող ստացվեց սակագրոյի նման է, բայց Ասլանյանը տեղում էր, Սանտոսի դարպասապահը արձագանքում է եւ շանս տալիս իր թիմին գրոելու։ Աչքի եզրում է գնդակը դեպի կենտրոն եւ կորցնում են Սանտոսի ֆուտբոլիստները, հաջող աշխատեց այստեղ Սոսիեդադի ֆուտբոլիստը, գնդակը ձախ եզրում է, կարող է հերթական գոլը լինել այս խաղում, լավ փոխանցում էր եւ Ասլանյանը նորից փրկում է, Մելքոնյանը բռնում է գլուխը, իհարկե այստեղ նորից աշխատում է Սանտոսի դարպասապահը, հերթական անգամ հաջող է գործում։ Իսկապես վտանգավոր էր, փորձում է Սոսիեդադը վերջնական լուծել աղթողի հարցը, հասկանալի է, այստեղ արդեն միավոր է խաղարկվում, այստեղ ամեն ինչ լուրջ է ու Սոսիեդադը ռիսկային չի ցանկանում լինել։ Գրոմ է Սանտոսը, լավ հնարավորություն է արված եւ գեղեցիկ գոլ կարող ենք տեսնել։ Մի փոքր շեղությամբ գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից ու Թոմասյանը արդեն շտապում է, ուժեղ փոխանցում դեպի ձախ եզր, Հարությունյան չկարողացավ կանգնեցնել գնդակ Հարությունյանը եզրային նետում Սանտոսի ֆուտբոլիստները կփորձեն, բայց հիմա դադար է, փոփոխություններ են տեղի ունենում։ Եվ խաղարկված է գնդակը Սանտոսի ֆուտբոլիստները։ Աչ եզրից դեպի կենտրոն տեղաշարժվեցին, չստացվեց այստեղ խլել գնդակը, միգուցե հերվից հարվածներ էլ կատարեն Սանտոսի խաղացողները, չի ստացվում հիմնականում ճեղքել պաշտպանությունը եւ իհարկե այդպիսի իրավիճակներում պետք է հերվից փորձել, ինչպես քիչ առաջ արեցին, հիմա էլ փորձում են, վտանգավոր է արված եւ գնդակը ցանցում է Սանտոսը, 1 գոլ կարողանում է խփել, համառությունը տալիս է արդյունք, այստեղ Թոմասյանը որքան էլ մեծ ցանկություն ուներ դրվագը փրկելու չկարողացավ, Սանտոսը կարևոր գոլ է խփում, Արդարյանը լավ հարված կատարեց եւ գրավեց մրցակցի դարպասը։ Եվ իհարկե կողքեվորվեն Սանտոսի ֆուտբոլիստները այս գոլից հետո, բնականաբար մեծ էներգիա կլինի խաղալու, մեծ ցանկություն, ինչպես նշեցի, այստեղ միավոր է խաղարկում եւ բնականաբար բոլորն են կռվելու միջև վերջին վարկյանը։ Եվ բացի դրանից իհարկե սիրողական լիգա է, այստեղ ֆուտբոլիստները առաջին հերթին խաղում են նրա համար, քանի որ մեծ սեր ունեն դեպի ֆուտբոլը եւ անկախ հաշվից, իրավիճակից միջև վերջ մեծ էներգիայով խաղում են։ Դա պետք է հասկանալ իհարկե։ Որքան էլ միավորի համար է, միևնույն է մեծ ցանկություն կա ֆուտբոլ խաղալու, շատ վտանգավոր է Սոսիեդադն է գրոհում, կլինի հարված թե ոչ։ Դարպասին լինում է ինչ է անում այստեղ Սանտոսի կիպերը նորից փրկեց եւ այստեղ արդեն միջև հարվածը կար խախտում, շատ վտանգավոր էր, շարունակում է Ասլանյանը փայլել ոտքով բարդ գնդակ հեռացրեց եւ հետո արդեն չստացվեց Սոսիեդադի մոտ ավելացնել, ուժեղ փոխանցում առաջ, գոլային փոխանցում կարող էր դարպասապահը կատարել իհարկե։ Թոմասյան մտցնում է գնդակը խաղի մեջ, կարծես թե պետք է ֆիքսել նոր խաղարկել, դա էր ասում մրցավարը։ Եվ այս շաբաթ մեր լիգայի նորամուտն էր, հետաքրքիր խաղերի պակաս չկար, դիտարժան էին բոլոր հանդիպումները, չկար այնպիսի խաղ, որտեղ կարող ենք հիշել ընդգծված ֆավորիտ, Սոսիեդադն է գրոհում եւ ինչ է հանում նորից Սանտոսի դարպասապահ արդեն կարելի է օգնել։ Այսքան ասելուց Ասլանյանը հերթական սեյվն է գրանցում, մատների ծայրով հեռացրեց գնդակը, մահացու արված հանեց դարպասապահը։ Հարությունյանը կարող էր հերթական գոլը խփել այս խաղում, բայց դեմ էր Սոսիեդադի ֆուտբոլիստի ծրագրերին Սանտոսի կիպերը, ավելացրել է ճնշումը Ռեալ Սոսիեդադը դեպի աչ եզր, այստեղ կանգնեցնում է հանդիպումը մրցավարը, կար խաղի կանոնների խախտում եւ հնարավորություն է սա Սոսիեդադի համար, տեսնենք ինչպես են օգտագործելու։ Հարություն Միրզոյանը գնդակի մոտ է, ինչպես նաև Բաբա Քյոխվյանը։
Եվ տեսնենք մոտ է տարածությունը, հնարավորություն կա գոլ խփելու արված Սանտոսի պաշտպանն հեռացնում գնդակը, երկրորդ հարկում պայքար դեպի ձախ եզր Արությունյան, ինչու այսքան բարձր, շատ լավ հնարավորություն էր կմխրճեր գնդակը Սանտոսի դարպասը, եթե դիպուկ լիներ այս արվածը, իհարկե շանս այդ դեպքում վստահ է, որ Սանտոսի կիպերը չեր ունենա, բայց ամեն դեպքում չի ստացվում։ Շատ վտանգավոր էր, լավ հնարավորություն էր, փաստն այն է, որ գնդակը ցանցում չէ։ Կա տպավորություն, որ Սանտոսը գոլից հետո հանգստացել է, այդպիսի զգացում կա, ավելի ճիշտ կլինի ասել, ոչ թե տպավորություն, բայց չեմ կարծում, որ ցանկություն չունեն Սանտոսի ֆուտբոլիստները, բնականաբար փորձելու են ուժեղ հարված առաջ դեպի մրցակցի պաշտպանություն, թույլ չեն տալիս Սոսիեդադի խաղացողները, բայց Սանտոսի խաղացողը խլեց գնդակը եւ աչի եզրում է դեպի կենտրոն է ցանկանում տեղաշարժվել, այստեղ Սոսիեդադի ֆուտբոլիստներ խլեց գնդակը, ինչ է ասում մրցավարը, դադար կարծես թե չի նշանակել։ Ստանդարտ պարզապես դադար է խնդրում Սոսիեդադի ֆուտբոլիստի ֆիզիկական վիճակը հասկանալու համար։ Կանգնում է ամեն դեպքում Միրզոյանը, լավ է որ վնասվածք չստացավ, իհարկե կարծում եմ դուք նույնպես առաջին հերթին կարևորում եք ֆուտբոլիստների առողջությունը, հետո արդեն պայքարը, բնականաբար առաջնահերթ դա է առանց վնասվածքների։ Դեպի կենտրոն փոխանցում վտանգավոր կարող է լինել, ինչը այստեղ կար խաղի կանոնների խախտում, իհարկե ակնհայտ ակցանի մեջ առանց Սանտոսի ֆուտբոլիստին Սոսիեդադի խաղացողները եւ մրցավարը ստանդարտ է նշանակում, տեսնենք ինչպես են օգտագործելու այս հնարավորությունը։ Իհարկե ստանդարտները այս խաղակեսում արդեն նշել էի, նորից կարելի ասել, որ լավ հնարավորություն է գոլ խփելու համար ստանդարտից խաղ վերադառնալ, իհարկե պետք է փորձել, բնականաբար Սանտոսը ցանկություն ունի գոլ խփելու, այստեղից հնարավոր է, կա մրցավարի Սուլիչը, կա նաև Հորվացը եւ անդրադարձ Սուլուխանյանը կանգնեց գնդակի ճանապարհին։ Առաջին խաղակեսում հրաշալի ֆուտբոլ էր խաղում Ուլուխանյանը, լավ տպավորություն թողեց, գոլեր խփեց, հաճախ փոխանցումներ էր բաժանում խաղանկերներին։ Եվ տեսնենք ձախ եզրից, ձախ անկյունից գնդակը դեպի Տուգանայինը պետք է ուղարկել։ Կա փոխանցումը արվածել տեսանք եւ Թովմասյանը վերցնում է գնդակը։ Միանգամից ուղարկում այն առաջ Սոսիեդադը կփորձի հակագրոել, տեսնենք ինչ են մտածել Սոսիեդադի ֆուտբոլիստները։ Չստացվեց, պայել գնդակը կորցրեցին Արությունյանը միջև վերջ երկարացրեց ոտքը, փորձեց, չկարողացավ։ Եվ Սանտոսի հակագրոհը կարող է ստացվել, սխալ էր այս հպումը գնդակին եւ գոլ։ Գոլ խփում է Սանտոսը, Հայրապետյանը գնդակը կախում է դարպասապահի վրայով եւ խփում Սանտոսի երկրորդ գնդակը։ Տեսեք ինչ արժեք ունի սխալը եւ որքան հաջող ու նուրբ հարված էր այստեղ Արկադի Հայրապետյանից։ Երկրորդ գոլն է խփում Սանտոսը, հաջողված գործողություն էր դարպասապահին էլ իհարկե մեղադրել այստեղ չենք կարող, բնականաբար եթե մենակ է մնացել ֆուտբոլիստը պետք է դուրս գալ ու կրճատել անկյունը, բայց Հայրապետյանը որոշեց կախել գնդակը, ոչ թե այլ գործողության դիմել։ Ու տեսնենք Սոսիեդադը ինչպես է արձագանքելու, միգուցե առաջին խաղակեսի առավելությունը հաշվի տեսանկյունից Սոսիեդադին հանգստացրեց, բայց հիմա պետք է արդեն գնալ առաջ, իհարկե եւ բնականաբար Սոսիեդադը այդպես էլ անելու է։ Արությունյան դեպի Ուլուխանյանը, բայց կորցրեցին գնդակը Սոսիեդադի ֆուտբոլիստները, Սանտոսն է գլորում պաշտպանությունում դեպի ձախ եզր։ Եվ տեսնենք ինչ կստացվի։ Արկում է գնդակը Սանտոս ուժեղ էր այս փոխանցումը, Արված Թովմասյանի պաշտպանած դարպասից կլինի։ Չեն շտապում Սոսիեդադի ֆուտբոլիստները, իհարկե առաջ նետվել բնականաբար պետք չէ, վառվել պետք չէ, դա հասկանում է Սոսիեդադը, շատ հանգիստ արձագանքեցին մրցակցի գոլերին ու հիմա 3 են գրո զարգացնում, Ուլուխանյանը ձախ եզր ուղարկեց գնդակը, ստանում է պատասխան փոխանցումը, ինչ է մտածել
Սոսիեդադի ֆուտբոլիստը պատխաղարկում եւ հերթական գեղեցիկ գոլը կարող ենք տեսնել Ուլուխանյանը նորից շատ լավ կոմբինացիաներ է գծում եւ պետք էր իհարկե գոլ խփել առաջին հերթին գեղեցկության տեսանկյունից շատ հետաքրքիր խաղարկում էր առաջին խաղակեսում մոտավոր այսպես Ուլուխանյանը մեկ գնդակ խփեց բայց հիմա չի ստացվում եւ այստեղ գնահատենք իհարկե Դարպասապա Ասլանյանի աշխատանքը նորից օգնության է հասնում իր թիմին կարևոր պահին, կարևորագույն պահին փրկում է դրությունը։ Ուլուխանյան ստանում է գնդակը, կատարում փոխանցում, Արությունյան լավ գործողություն էր արված եւ նորից Ասլանյան, նորից ոտքով է փրկում դրությունը, Դարպասապա, այո, շատ կարևոր է ոտքով լավ խաղալը ու խնդրեմ Ասլանյանը լավ օրինակ է մեզ համար, Արությունյան Ուլուխանյանի հետ է խաղում, բայց խաղընկերոջ ընթացքին հակառակ փոխանցում կատարեց Եվ Սոսիեդադի ֆուտբոլիստները նորից գրոյի են անցել, շատ ինտենսիվ են ճնշում մրցակցին, Ուլուխանյան շրջանցում է մրցակցին, կատարում արված, մոտ չէր դարպասին, Ուլուխանյանը, բայց վտանգավոր էր իհարկե և գնդակը խաղի մեջ կմտցնի Ասլանյանը, կարծես թե փոփոխություն կլինի, այո Փոփոխություն Սանտոսի կազմում եւ Ասլանյանը բոլորին առաջ է ուղարկում։ Ուժեղ փոխանցում առաջ։ Ձախ եզրում է գնդակը Մելքոնյան։ Եվ Սանտոսի ֆուտբոլիստները եզրային նետում կխաղարկեն։ Արդեն շտապողականություն կա Սանտոսի գործողություններում։ Եվ նաև պետք է խոսել մեծ ցանկության մասին գոլ խփելու։ Ձախ եզրից բարձրից փոխանցում, ով է արձագանքելու Սանտոսից։ Կլինի արված դարպասին, թե ոչ, այո տեսնում ենք արված և Սոսիեդադի ֆուտբոլիստները փակում են գնդակի ճանապարհը, շատ վտանգավոր էր։ Ձախ եզրում է գնդակը։ Տեսնենք Սոսիեդադը ինչպես է պատասխանում մրցակցին։ Մելքոնյան թողնում է Ուլուխանյանին գնդակը, նորից պատխաղարկում և գոլ, այո, սպասում ենք այս հետաքրքիր կոմբինացիային, որը գոլով պետք է ավարտվեր ամեն դեպքում Ուլուխանյանն այս անգամ հաջող է եզրափակում, գոլային փոխանցումը Մելքոնյանինն է, գոլը Ուլուխանյանին է շատ հաջող խաղարկեցին և ինչ-որտեղ ամենազոր Ասլանյանը չկարողացավ օգնել իր թիմին, այս անգամ չստացվեց դեպի աչանկյուն ուղարկեց գնդակ Ուլուխանյանը և Դարպասապա իհարկե ոչ մի շանս չուներ այստեղ։ Ամեն դեպքում Սանտոսը բաց է թողնում։ Տեսնենք հիմա ինչպես են արձագանքելու, նորից նույն խնդրի առջև են, տարբերությունը պետք է կրճատել, հետ բերել կորցրածը եւ դա իհարկե բարդ է անելը, Սոսիեդադը ընդհանրապես ցանկություն չունի գոլեր բաց թողնելու։ Վտանգավոր էր։ Բայց ամեն դեպքում Թոմասյանը շատ հանգիստ արձագանքեց այս իրավիճակին։ Սանտոսն է գրոում, Սոսիեդադը թույլ ուժերով է պաշտպանվում, չի ճնշում մրցակցին եւ հասկանալի է իհարկե դիրքորոշումը Ռեալ Սոսիեդադի այս իրավիճակին, այս հաշվին տանգավոր կարող է լինել գնդակը վերցնում է Դարպասապա եւ միանգամից խաղում Ուլուխանյանի հետ հիմա կփորձի իհարկե արագ զարգացնել թիմի դիրքային գրոհը Ուլուխանյանը շարժում է առաջ դեպի Արությունյանը, պատխաղարկում և գոլ ինչ են անում Սոսիեդադի ֆուտբոլիստները նորից
Նույն կոմբինացիան, որը 100%-անոց արդյունավետ է, հերթական գոլն է խփում, Ուլուխանյանը շատ հաջող եզրափակում էր եւ մենք գոլ ենք տեսնում։ Այո, կարծես թե արդեն ինչ որտեղ կարելի է համարձակություն վերցնել եւ ասել, որ Սոսիեդադը ապահովում է 3 միավորը, հաջող մեկնարկ է միանշանակ հաղթել առաջին իսկ խաղում եւ այսքան գեղեցիկ կոմբինացիաներ իհարկե Սոսիեդադի գոլերը հերվից կատարած հարվածների մասին չեն իհարկե, այլ գեղեցիկ կոմբինացիաներ հաջողված, որը բացում է ցանկացած պաշտպանություն։ Այո, Սանտոսի ֆուտբոլիստները լավ են պաշտպանվում, բայց այս փոխանցումների դեմ հակախաղ չկարողացան գտնել, համենայն դեպս մինչև այս պահ չեն գտել եւ դա Սոսիեդադին արդյունք է բերում։ Հերթական փորձը Սանտոսի գնդակաչի եզրում է, փորձեց այստեղ տանել Սոսիեդադի խաղացողը չստացվեց, բարձրից փոխանցում արված չենք տեստի Թովմասյանը դուրս է գալիս դարպասից եւ վերցնում գնդակը։ Սոսիեդադն է գրովում, տեսնենք ինչ են մտածել, կլինի արված, թե ոչ, հերթական հաջող գործողությունը, ոչ, Ասլանյան դուրս եկավ եւ վերցրեց գնդակ ու տեսեք որտեղ է հասնում դարպասապահը, գլորում են գնդակը Սանտոսի ֆուտբոլիստները։ Այո, եթե չլինեին Ասլանյանի սեյվերը եւ այսքան հաջող գործողությունները, այլ հաշվով կպարտվեր Սանտոսը։ Դա միանշանակ կարող ենք փաստել նույնիսկ։ Դեպի Սոսիեդադի պաշտպանություն Ուլուխանյանը գնդակով է, չստացվեց շրջանցել մրցակցին, բայց ապահովագրում է խաղընկերը եւ Սոսիեդադի ֆուտբոլիստները մնում են գնդակով։ Ուլուխանյան դեպի ձախ եզր շատ լավ փոխանցում էր, վտանգավոր է արված եւ Ասլանյանը այո հեռացրեց գնդակն, այստեղ հասցրեց դարպասապահը մատների ծայրով վերջին վարկյանին շեղել գնդակի ուղղությունը։ Տեսնենք ստանդարտը ինչպես են իրացնում։ Տանգավոր է, Ուլուխանյան դեպի աջ եզր է ուղարկում գնդակը, շատ վտանգավոր է, պետք էր ավելացնել, իհարկե լավ շանս էր Սոսիեդադը, իսկապես Սանտոսի գոլից հետո այլ տպավորություն է թողնում, հերվից արված, չստացվեց, մի փոքր շեղությամբ գնդակը դուրս է գալիս դաշտի սահմաններից, ոչ այդքան մոտ, բայց ամեն դեպքում վատը չէր արվածը, ես առաջին հերթին այստեղ կարող եմ հաշվի առնել բարդությունը արված իհարկե փորձեց պտտեցնել գնդակը։ Սոսիեդադի խաղացողը ազատություն չուներ, տեսադաշտը փակ էր եւ առավելագույն կերպով որակով արված կատարեց։ Գնում է գրոյի Սանտոսը։ Ուժեղ փոխանցում առաջ։ Կլինի հարված, թե ոչ, կորցնում են գնդակը Սանտոսի ֆուտբոլիստները։ Տեսնենք Սոսիեդադը ինչ տարբերակով է ճնշելու մրցակցին։ Այո, ախտողի հարցը լուծված է, ժամանակը չափազանց քիչ է, մոտ 2 րոպե է մնում խաղի ավարտին եւ այս իրավիճակում բարդ է պատկերացնել, թե Սանտոսը ինչպես է հետ բերելու կորցրածը, կար այստեղ խախտում Սոսիեդադի ֆուտբոլիստը խախտեց խաղի կանոնները, հուսանք, որ վնասվածքներ չեն ստացել ֆուտբոլիստները եւ կարողանան շարունակել հանդիպումը։ Վնասվածքներ չկան, ընդհանուր առմամբ շատ հանգիստ պայմաններում անցավ խաղը, մրցավորը քարտային պատիժների մեծ հաշվով չգնաց, եթե չեմ սխալվում դեղին քարտ չի եղել, հերվից հարված ընդհանրապես մոտ չէր Սանտոսի ֆուտբոլիստը դարպասին, այո նմանատիպ խաղերում կարևոր է ախտողի հարցը շուտ լուծել, բնականաբար եթե Սոսիեդադը ուշացներ իր գոլերը, ապա շատ լարված վերջաբան էր լինելու։
Գրում է Սոսիեդադը ձախ եզրում է գնդակը, հաջող խաղարկում էր, կլինի արված, թե ոչ։ Լավ փոխանցում էր, նորից մոտեցան մրցակցի դարպասին եւ գնդակը ցանցում է, գոլ են խփում։ Սոսիեդադի ֆուտբոլիստները Բաբակ Քյոխվյանը գրավում է մրցակցի դարպասը եւ հանդիպումն ավարտված է, Սոսիեդադը հաղթում է, շնորհակալություն, որ մեզ հետ եք, կհանդիպենք հաջողություն։